Մարքսի և Էնգելսի հավաքածուի 20-րդ հատորը ներառում է նրանց աշխատությունները, որոնք գրվել են 1864 թվականի սեպտեմբերից մինչև 1868 թվականի հուլիսը։ Սա առաջին հատորն է այն շարքում, որտեղ արտացոլվում է Մարքսի և Էնգելսի գործունեությունը, որպես աշխատավորական միջազգային միության առաջին միջազգայինի առաջնորդներ։ Այս հատորում տեղ են գտել նրանց կողմից կազմված աշխատավորական միջազգայինի փաստաղթերը, զեկույցներ, գրքույկներ, հոդվածներ, հայտարարություններ, ելույթների արձանագրություններ, սևագրեր և այլ նյութեր, գրված մինչև 1867 թվականի նոյեմբերը։ Դա այն շրջանն է, երբ ձևավորվում էր միջազգային պրոլետարական կազմակերպությունը և սկսվում էր պայքարը, սոցիալիստական սկզբունքները նրա ծրագրի մեջ ամրապնդելու համար։ Այս ժամանակագրական շրջանակից փոքր-ինչ դուրս են գալիս նաև Մարքսի և Էնգելսի կողմից գրած նշումները և քննադատական դիտարկումները, որոնք կապված էին կապիտալի առաջին հատորի հրատարակության հետ 1867 թվականի սեպտեմբերին։ Նույն բաժնում տեղ է գտել նաև Էնգելսի այդ առաջին հատորի համառոտագիրը։ Միության ստեղծումը, որը պատմության մեջ առաջին զանգվածային միջազգային կազմակերպությունն էր պրոլետարիատի համար, նշանավորեց նոր փուլ ինչպես աշխատավորական շարժման զարգացման, այնպես էլ մարքսական գաղափարների պատմության մեջ։ Այն առաջին անգամ ձևավորեց միջազգային պրոլետարական շարժում և ստեղծեց նոր պայմաններ ու հնարավորություններ գիտական կոմունիզմի գաղափարների լայն տարածման համար։ Հենինը միջազգայինի մասին գրում էր. «Դա անմոռանալի է, այն մշտապես կմնա աշխատավորների ազատագրման պայքարի պատմության մեջ»։ Վլադիմիր Իլիչ Լենին, հավաքածուի 29-րդ հատոր, Մոսկվա, միջազգայինը ստեղծվեց այն ժամանակ, երբ աշխատավորական շարժումը սկսեց թափ առնել 1850-ական թվականների վերջում։ 1857 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամը և դրան հաջորդած գործադուլային շարժման աճը արթնացնում էին աշխատավորների գիտակցության մեջ գաղափարը, որ պայքարը կապիտալի դեմ պահանջում է նրանց եղբայրական համերաշխություն ու միասնականությունը։ Աշխատավորական դասի ակտիվությունը խթանվում էր նաև ժամանակի հեղափոխական իրադարձություններով, Իտալիայի միավորման համար մղվող պայքարով, Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիական պատերազմով, ինչպես նաև 1863-ից մինչև 1864 թվականներին տեղի ունեցած լեհ ժողովրդի ազգային ազատագրական ապստամբությամբ։ Այս ամենը լայն աշխատավորական զանգվածներին ներքաշում էր քաղաքական կյանք և ամրապնդում էր տարբեր երկրների պրոլետարիատի համատեղ գործողությունների ձգտումը։ Սակայն ինքնաբուխ փորձերը ձևավորելու միջազգային կապեր ինքնին բավարար չէին անկախ միջազգային աշխատավորական կազմակերպություն ստեղծելու համար։ Նրա ձևավորման և գործունեության համար վճռորոշ եղավ Մարքսի և նրա կողմնակիցների մասնակցությունը, որոնց շարքում կային նաև նախկինում կոմունիստական միության անդամներ։ Մարքսի և պրոլետարական հեղափոխականների ազդեցությունն է, որ հնարավորություն տվեց արտահայտելու բոլոր երկրների աշխատավորների կենսական շահերը և ապահովեց այն, որ աշխատավորական միջազգային միությունը զարգանա որպես իսկական պրոլետարական միավորում։ Այդ ազդեցությունն էր, որ թույլ տվեց հաղթահարել այն խոչընդոտները, ինչպիսիք էին աշխատավորների մեջ տարածված բուրժուական ժողովրդավարության գաղափարական ազդեցությունը, ազգային նախապաշարումները, ինչպես նաև մանրբուրժուական սոցիալիզմի ռեֆորմիստական և սեկտանտական համոզմունքները։ Գի Մարքսը, աշխատելով նախաբանի խոսքի և կանոնների վրա, ձգտում էր դրանցում արտացոլել այն ամբողջ շոյական զարգացման ամփոփ պատկերը, որը հաջորդել էր 1848 թվականի հեղափոխությանը, ինչպես նաև հեղափոխական տեսության հետագա զարգացումը, հատկապես իր տնտեսական ուսմունքը։ Այդ առումով միջազգայինի նախնական փաստաթղթերը առաջընթաց էին կոմունիստական կուսակցության հայտնի Manifest-ի, որպես առաջին ծրագրային աշխատանքի համեմատ։ Միաժամանակ կոմունիստական Manifest-ում տեղ գտած բոլոր դրույթները հնարավոր չէր բառացի վերարտադրել նոր փաստաթղթերում, և Մարքսը պետք է դրանց մի մասը ներկայացներ այնպիսի ձևով, որ հասկանալի լիներ իր ժամանակի պրոլետարական շարժման անդամներին։
Աշխատավորական դասի տարբեր ճյուղերի միջազգային միավորումը եւ ստեղծվող կազմակերպության զանգվածային բնույթն ապահովելը այդ ժամանակ հնարավոր էր միայն այնպիսի հարթակի վրա, որը ռեֆորմիստական կամ աղանդավորական ուղղություններին որևէ զիջում չանելով, միևնույն ժամանակ չէր փակելու դուռը բրիտանացի արհմյութենականների, ֆրանսիացի, բելգիացի եւ շվեյցարացի պրուդոնականների, ինչպես նաեւ գերմանացի լասսալականների առաջ։ Մարքսը իր այս դժվարության մասին գրում էր Էնգելսին 1864 թվականի նոյեմբերի 4-ին։ Շատ դժվար էր ձևակերպել նյութը այնպես, որ մեր հայացքը ներկայանար այնպիսի ձևով, որը կընդունվեր աշխատավորական շարժման ներկա պատկերացումներին։ Համանակ կանցնի, մինչև շարժման վերացնուտը թույլ տա օգտագործել հին համարձակ լեզուն։ Պետք է լինենք հաստատուն գործի մեջ, մեղմ ձեակերպման մեջ։ Մարքսի համոզմամբ այնպիսի ժամանակ, երբ ռեֆորմիստական ու աղանդավորական հոսանքների ազդեցությունը հաղթահարվեր եւ աշխատավորական դասը կուտակեր գործնական փորձ, միջազգայինի ծրագիրը պետք է ընդլայնվեր եւ առաջին հերթին համալրվեր դրույթներով, որոնք կստակեցնեին աշխատավորական շարժման սոցիալական նպատակները եւ դրանց իրականացման ուղիները։ Միջազգայինի առաջին ծրագրային փաստաղթերը շեշտում էին, որ աշխատանքի եւ կապիտալի միջև հակասությունները անխուսափելիորեն խորանալու էին, քանի որ կապիտալիզմը զարգանում էր։ Դրանից բխում էր այն եզրակացությունը, որ հասարակության արմատական վերափոխումը միակ ճանապարհն էր պրոլետարիատին եւ բոլոր աշխատավոր մարդկանց ճնշումից ազատելու համար։ Աշխատավորական շարժման նպատակ էր հայտարարվում բոլոր դասային իշխանությունների վերացումը։ Պրովիզորական կանոնների նախաբանի բացման խոսքերը հնչում են այսպես. աշխատավոր դասերի ազատագրությունը պետք է նվաճվի հենց աշխատավոր դասերի կողմից։ Տես այս հատորը H14։ Այս ձևակերպումը արտահայտում է այն գաղափարը, որ աշխատավորական շարժման քաղաքական եւ գաղափարական անկախությունը ամենակարևոր պայմանն է պրոլետարիատի պայքարի հաջող ելքի համար կապիտալիզմի դեմ։ Այս հանդիսավոր խոսքում Մարքսը ընդգծեց աշխատավոր դասի երկու մեծ հաղթանակները՝ Բրիտանիայում ընդունված 10 ժամի մասին օրենքը եւ համագործակցական շարժման զարգացումը։ Սակայն նա նշեց, որ ոչ աշխատանքային օրվա սահմանափակման օրենսդրական քայլերը, ոչ էլ բանվորական կոոպերատիվների ստեղծման փորձերը չեն կարող բերել բուրժուական հասարակության տնտեսական հիմքերի փոխակերպման կապիտալիզմի պայմաններում։ Դրան անպարենպաստ ըստ նրա անանցանելի խոչընդոտ է հանդիսանում շահագործող դասերի, հողի ասպետների եւ կապիտալի մեծատերերի քաղաքական իշխանության մենաշնորհը։ Մարքսը հայտարարում էր. ուստի քաղաքական իշխանությունը գրավելը դարձել է աշխատավոր դասերի մեծագույն պարտականությունը։ Այս հատորում H12։ Նա ընդգծում էր, որ բանվորները իրենց ձեռքում արդեն ունեն հաջողության կարևոր բաղադրիչներից մեկը՝ թիվը, բայց ավելացնում էր. Քվաքանակը կշռում է միայն այն ժամանակ, երբ միավորված է կազմակերպությամբ եւ առաջնորդվում է գիտելիքով, նույն հատորում։ Այս միտքը օգնում էր աշխատավորական շարժման անդամներին հասկանալի դարձնել, թե ինչու է անհրաժեշտ ստեղծել հեղափոխական տեսությամբ զինված պրոլետարական կուսակցություն։ Միջազգային աշխատավորական միության առաջին փաստաղթերում խորապես հիմնավորվում էին պրոլետարական ինտերնացիոնալիզմի սկզբունքները։ Մարքսը գրում էր. Անցյալի փորձը ցույց է տվել, որ այն եղբայրական կապի արհամարհումը, որ պետք է տիրի տարբեր երկրների աշխատավորների միջև եւ նրանց մղի միասին ու հաստատակամ կանգնելու ազատագրման համար մղվող բոլոր պայքարներում, անխուսափելիորեն պատժվում է նրանց անկազմակերպ ջանքերի ընդհանուր ձախողումով։ Այս հատորում H12։ Մարքսի ու Էնգելսի հռչակած եւ կոմունիստական միության հիմնադրման պահին ձևակերպված կոչը բոլոր երկրների պրոլետարներ միացեք դարձավ նոր կազմակերպության բնորոշ նշանաբաններից մեկը։ Հանդիսավոր խոսքում միջազգայինի առաջ դրվում էր նաև նրա կարևորագույն խնդիրներից մեկը՝ պայքարել իշխող դասերի ագրեսիվ արտաքին քաղաքականության դեմ։ Բանվորներին կոչ էր արվում պաշտպանել բարոյականության ու արդարության պարզ օրենքները, որոնք պետք է կառավարեն ինչպես մասնավոր անձանց հարաբերությունները, այնպես էլ միջազգային հաղորդակցության գերագույն սկզբունքները։ Այս հատորում H13։ Միջազգայինի կազմակերպական կառուցվածքը մշակելիս Մարքսը նկատի էր առնում
Աշխատավորական շարժման արդեն ձևավորված պատմական ձևերը։ Միջազգային աշխատավորական միությունը չէր հակադրվում գոյություն ունեցող բանվորական կազմակերպություններին, այլ ձգտում էր հենվել դրանց վրա եւ առաջնորդել նրանց գործողությունները դեպի ընդհանուր նպատակ։ Կանոնադրությամբ նախատեսվում էր ինչպես անհատական անդամակցություն, այնպես էլ հավաքական անդամակցություն, արհեստային, արտադրական, համագործակցային, կրթական եւ այլ միությունների ու ընկերությունների կողմից։ Կազմակերպության իրական ժողովրդավարական կառուցվածքը, համագումարների գերագույն դերակատարումը, իսկ դրանց միջև ժամանակաշրջանում ղեկավարության ձիջոումը, կենտրոնական խորհրդի ձեռքում բոլոր պաշտոնների ընտրական բնույթը, հաշվետվողականությունը, որոշումների հավաքական ընդունումը, ինչպես նաև տեղական բաժիններին տրված լայն իրավունքները, պահպանելով այն աստիճանի կենտրոնացում, որն անհրաժեշտ է գործողությունների միասնականության համար։ Այս ամենը լիովին համապատասխանում էին աշխատավոր դասի ազատագրական պայքարիությանը եւ լայն պրոլետարական զանգվածներին այս պայքարին ներգրավելու մեծ խնդրի լուծմանը։ Համանակավոր կենտրոնական խորհրդի կազմի վերաբերյալ ընդունված որոշումները, խորհրդի ժողովներում Մարքսի արտասանած մի շարք ելույթների գրառումները, ինչպես նաև նրա նախաձեռնությամբ ներկայացված առաջարկները, Ունևի կոնգրեսում 1866 թվականին ընդունված գլխավոր կանոնագրքի եւ վարչական կարգավորումների անգլերեն բնագիրը, որ պատրաստվել էր Մարքսի մասնակցությամբ, ինչպես նաև մի շարք այլ փաստաթղթեր, վկայում են այն մեծ ուշադրության մասին, որ նա նվիրում էր աշխատավորների միջազգային ասոցիացիայի կառուցվածքի եւ կազմակերպական ձևերի կատարելագործմանը։ Նորաստեղծ այս կազմակերպությունը դարձավ միջազգային փոխօգնության կենտրոն, միավորելով պրոլետարիատին իր տնտեսական իրավունքների համար մղվող պայքարում։ Մարքսը հատկապես շեշտում էր. ասոցիացիայի գլխավոր նպատակներից մեկն այն է, որ տարբեր երկրների աշխատավորները ոչ միայն զգան, այլև գործեն որպես եղբայրներ եւ զինակիցներ ազատագրման ընդհանուր բանակում։ Տես այս հատորի 186-րդ էջը։ Ասոցիայի գոյության արդեն առաջին տարիներին նրա աջակցությամբ տարբեր երկրների աշխատավորները կարողացան իրականացնել մի շարք հաջող գործադուլներ։ Ասոցիացիայի ղեկավարները հաճախ կարողանում էին ձախողել գործարանատերերի այն փորձերը, ըստ որոնց նրանք ցանկանում էին օտար երկրներից աշխատողներ հրավիրել գործադուլը կոտրելու համար։ Այս առումով օրինակելի մի փաստաթուղթ է կենտրոնական խորհրդի կոչը, վերնագրված զգուշացում, որի հեղինակն է Մարքսը, դիմելով գերմանացի դերձակներին, որոնց գործատուները փորձում էին ուղարկել Շոտլանդիա, տեղացի դերձակների գործադուլը խափանելու համար, Մարքսը նրանց հորդորում էր չդառնալ մայրաքաղաքի հնազանդ վարձակար զինվորներ։ Տես այս հատորի 163-րդ էջը։ Մարքսը հատուկ աշխատանք էր նվիրում տնտեսական պայքարի կարևորության տեսական հիմնավորմանը։ Նա համարում էր, որ անհրաժեշտ է բացառել այս հարցում տարածված սխալ պատկերացումները, ներառյալ լասսալականների եւ պրուդոնականների դիրքորոշումները, որոնք ժխտում էին գործադուլների եւ արհմությունների դերը։ Նույնիսկ կենտրոնական խորհրդում հովենիստ Ջոն Ուեսթոնը փորձում էր ապացուցել, թե աշխատավորների ավելի բարձր վարձատրության համար պայքարելը անիմաստ է։ Այս փորձին հակադարձելու համար Մարքսը 1865 թվականի հունիսի 20 եւ 27 շնորհյալներին կենտրոնական խորհրդին ներկայացրեց իր ճառերը, որոնք այս հատորում տպագրված են արժեք, գին եւ շահույթ վերնագրով։ Հայտնի է նաեւ որպես աշխատավարձ, գին եւ շահույթ։ Այդ զեկույցում Մարքսը ամենաբարձր համոզչությամբ ցույց էր տալիս Ուեսթոնի փաստարկների անվավերությունը։ Մարքսը բացատրում էր, որ կապիտալի միտումը երկարացնելու աշխատանքային օրը որքան հնարավոր է եւ նվազեցնելու աշխատավարձը մինչեւ նվազագույնը, այսինքն մինչեւ այն կենսամակարդակը, որի շնորհիվ աշխատողն ու իր ընտանիքը կարող են պարզապես կենսունակ մնալ, բնավ որևէ երկաթյա կամ ճակատագրական օրենք չէ։ Աշխատուժի արժեքը փոփոխական է, կախված ոչ միայն ֆիզիկական, այլև սոցիալական գործոններից, տվյալ երկրի կենսամակարդակից, տնտեսական ցիկլի փուլերից եւ հատկապես աշխատավորների դիմադրության ուժից։ Առանց այս դիմադրության, ասում էր նա, որը մղում է աշխատավորներին կազմակերպվելու իրենց պայքարի համար, նրանք կիջնեին միևնույն
փշրված ու անվճարունակ զանգվածի մակարդակին, առանց փրկության որևէ հույսի։ Տես այս հատորի 148-րդ էջը։ Սակայն Մարքսը շեշտում էր, որ պրոլետարիատը չի կարող սահմանափակվել միայն աշխատանքային պայմանների մասնակի բարելավմամբ։ Նա քննադատում էր անգլիացի արհմիութենականների այն դիրքորոշումը, համաձայն որի աշխատավորական շարժումը պետք է սահմանափակվի միայն տնտեսական զիջումների ձեռքբերմամբ։ Այս ամենօրյա գերիլիա պատերազմը, այսինքն հետևանքների դեմ պայքարը, բայց ոչ պատճառների, պետք է անհրաժեշտ տրվի վերջնական նպատակի աշխատավոր կարգի վերջնական ազատագրությանը։ Այդ նպատակն է շահագործողական համակարգի տապալումը և աշխատավարձային աշխատանքի ինքին համակարգի ոչնչացումը։ Տես նույն հատորի 149-րդ էջը։ Մարքսի զեկույցը միայն նրա բանավեճը չէր Վեսթոնի և նրա տեսակետները պաշտպանողների հետ։ Այդ զեկույցում 2 տարի առաջ, քան լույս կտեսներ «Կապիտալի» առաջին հատորը, Մարքսը պարզ ու հասկանալի ձևով ներկայացրեց իր տնտեսական ուսմունքի գլխավոր դրույթներից մի քանիսը։ Նախ եւ առաջ նա բացահայտեց, թե ինչպես է կազմվում հավելյալ արժեքը, այն արժեքը, որը դառնում է առանց վաստակի ստացվող եկամուտների բոլոր տեսակների աղբյուրը։ Այդ կերպ Մարքսը բացատրեց կապիտալիստների եւ վարձու աշխատողների միջև իրական հարաբերությունների էությունը։ Արժեք, գին եւ շահույթ աշխատությունը մարքսյան քաղաքական տնտեսագիտության ամենակարևոր գործերից է։ Պայուսակից աշխատավորական շարժման գործնական խնդիրները ձևակերպելու մեջ հեղափոխական տեսության կիրառման հրաշալի օրինակ է այն փաստաթուղթը, որը կրում է վերնագիրը «Համանակավոր գլխավոր թորհրդի պատգամավորների համար ցուցումներ»։ Տարբեր հարցեր։ Այն մշակել էր Մարքսը, եւ այդ փաստաթուղթը դարձավ հիմք Քինևի կոնգրեսի աշխատանքների եւ որոշումների համար աշխատավորների միջազգային միության կազմում 1866 թվականին, մշակելով եւ ընդարձակելով միջազգայինի նախնական ծրագրային փաստաթղթերը, այդ ցուցումները հստակեցրին նրա գործունեության ընդարձակ ծրագիրը։ Գուցումները ուղղորդում էին աշխատավորական շարժման անդամներին միջազգային փոխադարձաջակցությանը տնտեսական պայքարում։ Մարքսը ձգտում էր միջազգային պրոլետարական համերաշխությունը վերածել իրական բովանդակության միջազգայինի, գործունեության յուրաքանչյուր փուլում մորոնելով նոր ձևեր, որոնք միավորեին տարբեր երկրների աշխատավորներին։ Աշխատավորների տնտեսական շերի պայքարը գիտական հիմքի վրա դրելու Մարքսը առաջ քաշեց գաղափար աշխատավոր դասիվիճակի վերաբերյալ վիճակագրական հետազոտություն իրականացնել եւ նույնիսկ ներկայացրեց այդ հետազոտության ընդհանուր ստորաբաժանումները։ Գուցումները հատուկ կարևորություն էին տալիս աշխատանքային օրվա սահմանափակմանը։ Ապացուցած լինելով Վուջամ աշխատանքային օրվան հրաժեշտությունը, Մարքսը այս պահանջը վերածեց ընդհանուր կարգաբամանի ամբողջ կապիտալիստական աշխարհի պրոլետարիատի համար, նշելով այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն կին եւ մանկական աշխատանքի կապիտալիստական շահագործումը սահմանափակելու համար, Մարքսը միաժամանակ ընդգծեց այն առաջադեմ բնույթը, որը ունի կանանց եւ երիտասարդներին նյութական արտադրության մեջ ներգրավելը։ Նա առաջ քաշեց մի շարք կարևոր դրույթներ նոր սերնդի դաստիարակության եւ կրթության վերաբերյալ, որոնք հետագայում դարձան սոցիալիստական կրթության, տեսության ու պրակտիկայի զարգացման հիմքերից մեկը։ Այստեղ գլխավոր միտքը պոլիտեխնիկական կրթության գաղափարն էր, հոգեոր եւ ֆիզիկական դաստիարակությունը համադրել արտադրության հիմնական ոնասուլների ուսումնասիրության հետեւ երեխաներին ու պատանիներին ներգրավել օգտակար աշխատանքի մեջ։ Մարքսը սա դիտում էր որպես միջոց աշխատավոր դասիմտավոր մակարդակը բարձրացնելու համար, իսկ ապագա սոցիալիստական հասարակությունում անձի ներդաշնակ զարգացումը երաշխավորելու ուղի։ Համագործակցական աշխատանքի վերաբերյալ ուղեցույցների այն հատվածում Մարքսը, ի տարբերություն պրուդոնականների եւ այլ մանր բուրժուական բարեփոխիչների, ցույց էր տալիս, որ ինքնին կոոպերատիվ շարժումը չի կարող փոխակերպել կապիտալիստական հասարակական համակարգը։ Նա ընդգծում էր, որ հասարակական համակարգում արմատական փոփոխությունները երբեք չեն կարող իրագործվել, եթե հասարակության կազմակերպված ուժերը, այսինքն պետության իշխանությունը, չփոխանցվեն կապիտալիստներից ու հողատերերից հենց արտադրողների ժողովածու H190։ Առանձնակի կարևորություն ունի արհմիությունների մասին բաժինը։
Այստեղ Մարքսը համահավաք ներկայացնում եւ զարգացնում էր իր այն մտքերը, որոնք տարբեր ժամանակներում արտահայտել էր արհմիությունների տեղը եւ դերը հեղափոխական ազատագրական գործընթացում։ Նա նաև ընդգծում էր աշխատավոր դասի տնտեսական եւ քաղաքական պայքարի միավորման անհրաժեշտությունը։ Ավելի ուշ Հենինը նշում էր, որ երբ Փնևի կոնգրեսում ընդունվեց արհմիությունների վերաբերյալ բանաձևը, որը բառացիորեն կրկնում էր ուղեցույցներում ձևակերպված դրույթները, ապա համոզումը, որ դասային պայքարը պարտիր կերպով միավորում է քաղաքականն ու տնտեսականը մեկ ամբողջական հոսքի մեջ, դարձավ միջազգային սոցիալ-դեմոկրատիայի արյան ու մսի մաս։ Վլադիմիր Իլիչ Լենին, Երկերի ժողովածու, հատոր 4, Մոսկվա, 2077 թվականին, H177, նկարագրելով այն ուղիները, որոնց միջոցով արհմիությունները դառնում են պրոլետարիատի լայն մասսաների հեղափոխական դաստիարակության դպրոցներ եւ իրենց հերթին աշխատավորներին նախապատրաստում են կապիտալի հետ վճռական բախումներին։ Մարքսը շեշտում էր, որ մասնագիտական կազմակերպությունները չպետք է սահմանափակվեն միայն իրենց անդամների նեղ, առօրյա կարիքներով։ Նրանք պարտավոր են մասնակցել յուրաքանչյուր հասարակական եւ քաղաքական շարժման, որն ուղղված է աշխատավոր դասի ազատագրմանը։ Այս ժողովածուի մեջ ներկայացված աշխատությունների եւ փաստաթղթերի մեծ մասը արտացոլում է այն քաղաքական դիրքորոշումները, որոնք որդեգրում էր միջազգայինը, Մարքսի առաջնորդությամբ, ժամանակի ամենակարևոր քաղաքական հարցերի շուրջ։ Մարքսը հավատում էր, որ բուրժուա դեմոկրատական հրատապ բարեփոխումների հետևողական իրականացումը կօգնի աշխատավոր դասի ուժերի կազմակերպման գործին եւ կդառնա քայլ նրա ազատագրման ուղղությամբ։ Ուստի, ի տարբերություն Փրուդոնի կողմնակիցների ել մանր բուրժուական ուտոպիստների, որոնք պնդում էին, թե քաղաքական գործընթացների մասնակցելը շեղում է աշխատավորներին իրենց սոցիալական խնդիրների լուծումից, Մարքսը ձգտում էր միջազգային աշխատավորների ասոցիացիան դարձնել ազդեցիկ քաղաքական ուժ, իսկական առաջնորդ ժողովրդավարության, ժողովուրդների խաղաղության եւ ճնշված ազգերի ազատագրման պայքարում։ Կենտրոնական խորհրդի շնորհավորական դիմումում ուղղված Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Աբրահամ Լինքոլնին նրա վերընտրվելու առիթով, որը կատարվել էր 1864 թվականի աշնանը, եւ որի նախագիծը կազմված էր Մարքսի կողմից։ Ինտերնացիոնալը արտահայտում էր իր համերաշխությունը Միացյալ Նահանգների հեղափոխական ժողովրդավարական ուժերի պայքարին հակադիր հարավի ստրկատիրական խավին։ Տես այս հատորը, էջեր 19, մինչե 21։ Մարքսը հեղինակն էր նաև այն դիմումի, որ ինտերնացիոնալ աշխատավորական միությունը հղեց նախագահ Էնդրյու Ջոնսոնին 1865 թվականի մայիսին, այն կապակցությամբ, որ Լինքոլնը սպանվել էր ստրկատերի գործակալի ձեռքով։ Տես նույն հատորը, էջեր 99 մինչե 100։ Մարքսը Գերմանիայում իր կողմնակիցներին ուղղորդում էր դեպի երկրի միավորում ժողովրդական եւ հեղափոխական ճանապարհով։ Նա համարվում էր, որ Ֆրանսիայում բոնապարտյան վարչակարգի դեմ պայքարը ինտերնացիոնալի ամենակարևոր գործն էր։ Եվ երբ ֆրանսիական իշխանությունները խոչընդոտում էին ինտերնացիոնալ աշխատավորական միության գործունեությանը, Մարքսը առաջարկում էր ուժեղացնել այն բացահայտ մեղադրող քարոզարշավը, որ ուղղված էր բոնապարտյան վարչակարգին հակադրվելուն։ Տես նրա այդ հարցի շուրջ ունեցած ելույթը գլխավոր խորհրդի նիստում 1866 թվականի նոյեմբերի 27-ին, այս հատորը H4 114։ Հերման Յունգին ուղված գրառումը նվիրված Էրնեստ Ջոնսի նամակին, ինչպես նաև կենտրոնական խորհրդի նիստերի ելույթների համառոտ արձանագրությունները, մասնավորապես հունվարի 24-ի, փետրվարի 19-ի եւ 28-ի եւ ապա ապրիլի 25-ի 1865 թվականին վկայում են այն ջանքերի մասին, որ Մարքսը գործադրում էր, որպեսզի ինտերնացիոնալի ղեկավար մարմինը ստանձնի կազմակերպողի դեր Մեծ Բրիտանիայում ժողովրդավարական խորհրդարանական բարեփոխման զանգվածային շարժման մեջ, ինչպես նաև ազդի բարեփոխման իգարի գործունեության վրա, որը ստեղծվել էր գարնանը 1865 թվականին, դառնալով այդ շարժման կենտրոնը։ Մարքսի եւ կենտրոնական խորհրդի ազդեցության ներքո իգան առաջ էր քաշում համընդհանուր տղամարդկանց
ընտրական իրավունքի պահանջը։ Սակայն բարեփոխման շարժումը չարդարացրեց Մարքսի ակնկալիքները։ Մասնավորապես արմիությունների այն ղեկավարները, որոնք Հիգայի խորհրդի անդամ էին եւ հակված էին փոխզիջումների, հրաժարվեցին այն ծրագրից, որը նախանշվել էր ինտերնացիոնալի կենտրոնական խորհրդի կողմից։ Եվ կառավարությունը, օգտվելով Հիգայի թուլացումից, 1867 թվականին անցկացրեց չափավոր բարեփոխում, որի արդյունքում աշխատավորների մեծ մասը ձայների իրավունք չստացավ։ Ինտերնացիոնալ աշխատավորների միության գործունեության առաջին տարիներից ի վեր Մարքսը եւ Էնգելսը հատուկ ուշադրություն էին դարձնում այն հիմնավորմանը, որ աշխատավոր դասակարգը պետք է ունենա միջազգային դիրքորոշում ազգերի ազատագրական պայքարի հարցում։ Այդ ժամանակաշրջանում նրանք հատկապես հաճախ էին հանդես գալիս պոլոնական հարցի շուրջ։ Մարքսն ու Էնգելսը համարում էին, որ պոլոնացի ժողովրդի եւ մյուս ճնշված ազգերի ազատության համար պայքարողներին աջակցելը աշխատավոր դասակարգի միջազգային կազմակերպության ամենակարևոր գործերից մեկն է։ Նրանք վստահ էին, որ շտապ ազգային հարցերի լուծումը հեղափոխական, ժողովրդավարական եղանակով հիմք է աշխատավորական շարժման առողջ զարգացման համար։ Այս գաղափարը ամբողջությամբ անցնում է կենտրոնական խորհրդի ուղղում գրությունից, որը Մարքսը գրել է 1865 թվականի ապրիլին բրիտանական լիբերալ մամուլի լրության առթիվ ինտերնացիոնալի դիրքորոշման շուրջ պոլոնական հարցի վերաբերյալ։ Նույն գաղափարով է շնչված նաև Մարքսի ելույթը Գոնդոնում 1867 թվականի հունվարի 22-ի միջոցառմանը, որը նվիրված էր պոլոնական ապստամբության տարելիցին 1863 մինչև 1864 թվականների։ Մարքսը հարկադրված էր պաշտպանել միջազգայնիստական գիծը կապված Լեհաստանի հարցի հետ, պայքարի մեջ մտնելով պրուդոնականների դեմ, որոնք իրենց ուսուցչից ժառանգել էին ազգային ազատագրական շարժումների հանդեպ ոչնչացուցիչ վերաբերմունք եւ ժխտում էին դրանց առաջադիմական բնույթը։ Նա ստիպված էր նաև հաղթահարել սխալ պատկերացումները Հեհաստանի իրական ազատագրման ուղիների վերաբերյալ, մասնավորապես պոլական էմիգրացիայի աջ թևի այն պնդումը, թե արևմտյան տերությունների իշխող դասակարգերի քաղաքականությունը, հատկապես ֆրանսիացի բուրժուազիայի, համապատասխանում էր լեհ ժողովրդի ազգային ձգտումներին։ Կենտրոնական խորհրդում անգլիացի դեմոկրատ Պիթեր Շոքսը փորձում էր պաշտպանել այդ տեսակետը։ Մարքսը այն հերքեց մի շարք իր ելույթներով, որոնք կայացան մշտական կոմիտեի եւ կենտրոնական խորհրդի նիստերում 1864 թվականի դեկտեմբերից մինչև 1865 թվականի հունվարը, տես այս հատորը, H3 111-ից, մինչև 327 եւ 354 մինչև 356։ Լեհաստանի ազատագրման հարցում Մարքսը գտնում էր, որ պետք է հույս չդնել արևմտյան տերությունների այսպես կոչված օգնության վրա, այլ ներքին հեղափոխական դեմոկրատական ուժերի, Լեհաստանի եւ Ռուսաստանի ժողովրդական զանգվածների միության, նա դեռ այս մտքը արտահայտել էր Էնգելսին ուղղված իր նամակներում Լեհաստանի 1863 մինչև 1864 թվականի ապստամբության ժամանակ եւ եվրոպական պրոլետարիատի աջակցության վրա։ Էնգելսը նույնպես քննադատում էր պրուդոնականների հայացքները լեհական հարցի շուրջ։ Ինչ գործ ունի աշխատավոր դասը Էհաստանի հետ վերնագրով հոդվածաշարում նա ցույց էր տալիս, որ աշխատավոր դասը իր սեփական ազատագրման շահերից ելնելով պարտավոր է անողոքաբար հանդես գալ ազգային ճնշման դեմ եւ լինել առաջնագծում ստրկացված ժողովուրդների ազգային անկախության պայքարում։ Միաժամանակ Էնգելսը զգուշացնում էր այն վտանգից, որ ռեակցիոն ուժերը կարող են օգտվել ազգային շարժումներից, հատկապես փոքր ժողովուրդներինը։ Դրա օրինակ էր Բոնապարտյան երկրորդ կայսրության իշխող շրջանակների շահագործումը ազգայնությունների սկզբունքի շուրջ։ Մարքսը միջազգային պրոլետարիատի համերաշխությունը համարում էր զորեղ միջոց զինված ուժապաշտության եւ իշխող դասակարգերի բորբոքած արյունալի պատերազմների դեմ պայքարում։ Նա ընդգծում էր, որ տարբեր երկրների աշխատավոր դասերի միությունը ի վերջո պետք է անհնար դարձնի միջազգային պատերազմները։ Տես այս հատորը H426։ Միևնույն ժամանակ Մարքսը ձգտում էր աշխատավորական շարժմանը փոխանցել այն դասը,
թե ինչպես պետք է համադրել խաղաղության համար պայքարը դասակարգային մոտեցման հետ, կարողանալով վերլուծել այս կամ այն ռազմական հակամարտության բնույթը։ Մարքսի գործունեության այս կողմը հստակ երևաց կենտրոնական խորհրդի քննարկումների ժամանակ կապված 1866 թվականի Ավստրիա-Պրուսիա պատերազմի հետ, որի ռազմական տակտիկական վերլուծությունը տվել էր Էնգելսը, նշումներ Գերմանիայի պատերազմի մասին վերնագրով հոդվածաշարում։ Չնայած դրանց հակիրճությանը, Սորրթի արձանագրությունների նշումները պատկերացում են տալիս այդ քննարկումներին Մարքսի ակտիվ մասնակցության մասին։ Սորրթի ընդունած բանաձևը, որ անցավ Մարքսի ազդեցությամբ, ցույց է տալիս նրա խոր ըմբռնումը պատերազմի հակասական բնության, որտեղ օբյեկտիվորեն առաջադիմական նպատակները, Գերմանիայի միավորումը, միահյուսված էին պատերազմող պետությունների իշխող տների դինաստիական և տարածքային հավակնություններին։ Ինտերնացիոնալը առաջարկում էր աշխատավորներին պահպանել չեզոք դիրք և միաժամանակ պատերազմի պատասխանատվությունը դնում էր պատերազմող կողմերի կառավարությունների վրա, տես նույն հատորը H411։